հայտարարում է բացված ԵԴՄ27-91-01-25 վարորդով լրացուցիչ դատավարություններ են ընտրանում։ Իստի կարգավորեն խնդրում զեկուցել ովքեր են ներկա։ Ստեղծում կարող են լրացուցիչ դատավարությունները շարունակել, այնքան որքանով Վաշերցանոցած մասնակիցների բացակայությունը խոչընդոտ չէ։ Լրացուցիչ դատավարություններին բնորոշ հարցերի վերաբերյալ վաստակական հրավեր հրապարակելու, հետազոտելու միջնորդություններ երկու ստեղ կողմերն ունեն։ Պատվոժան դատան նախկանակացին անդրադառնալը բացառում է դատարանին, հրավեր ներկայացնում են։ Այս քրեական գործով 2025 թվականի սեպտեմբերի 24-ին դատավոր Մեդիքսեցյանը հրապարակել է վերդիկտ, հայտարարելով, որ մեղավոր է ճանաչում Միքայել Սրբազանին քրեական օրենսգրքի 422 հոդվածի 2-րդ մասով նախատեսված մեղադրանքով։ Այնուհետև դատավոր հայտարարել է, որ խափանման միջոցը թողում է նույնը, նույն սահմանափակումներով, որից հետո սահմանել է լրացուցիչ դատավարություններ սեպտեմբերի 29-ի ժամը 10:30-ին։ Դատավորը լրացուցիչ դատավարությունների օր հայտարարությունից հետո հեռացել է դահլիճից առանց կողմերին հայտնելու, որ նրանք իրավունք ունեն մինչև հաջորդ դատական նիստը դատարան ներկայացնելու միջնորդություններ։ Գտնում եմ, որ դատավոր Արմեն Մեդիքսեցյանը պետք է ազատվի այս քրեական վարույթի մասնակցելուց հետևյալ պատճառաբանությամբ։ Բացակ հայտնելու իրավունք այս փուլում քրեական դատավարության օրենսգրքի 64 հոդվածի 3 մասի կանոնակարգումների համաձայն բացակի հայտ է դարձել սեպտեմբերի 24-ի նիստից հետո, հետևաբար իրավունք ունեն դատարանի բացակայել այս փուլում։ Դատարանի կողմից խախտված նորմա։ Դատական օրենսգրքի 70 հոդվածի 2-րդ մասի 3-14 կետերի համաձայն, որոնք չեն մեջբերում, եւ 71-րդ կետի առաջին մասի համաձայն դատավորը պարտավոր է բացակայել, եթե նրա գործողությունները նման հիմքեր են ստեղծում։ Դատավորը խախտել է քրեական դատավարության օրենսգրքի 344 հոդվածի 2-րդ մասի պարզնալային, որ վերդիկտը հրապարակելուց հետո դատարանը սահմանում է լրացուցիչ դատավարություններով առաջին դատական նիստի տարին, ամիսը, օրը եւ ժամը, ինչպես նաեւ կողմերին հայտնում է, որ մինչև հաջորդ դատական նիստը նրանք իրավունք ունեն դատարան ներկայացնելու միջնորդություններ սուն օրենսգրքի 345 հոդվածի առաջին մասով նախատեսված հարցերի լուծման համար հետազոտման ենթակա ապացույցների վերաբերյալ։ Դատավորը վերդիկտը հրապարակելուց հետո սահմանելով լրացուցիչ դատավարությունների տարին, ամիսը, օրը եւ ժամը չի հայտնել կողմերին, որ մինչև հաջորդ դատական նիստը նրանք իրավունք ունեն դատարան ներկայացնելու միջնորդություններ նույն օրենսգրքի 345 հոդվածի առաջին մասով նախատեսված հարցերի լուծման համար հետազոտման ենթակա ապացույցների վերաբերյալ։ Օրենսդիրը այս գործողությունը սահմանել է որպես պարտականություն եւ ոչ թե հայցողական լիազորություն։ Հարց է ցակում. ինչու է դատավորը ակնհայտորեն խախտում օրենքի բանները։ Ինչու։ Ինչ է նրանից գնում հետևելու օրենքի պատվիրանին եւ պաշտպանության կողմին հայտնելու նրա իրավունքների իրագործման մասին։ Եթե դատավորը վեկարորել այն ենթադրությամբ, որ Միքայել Սրբազանի պաշտպանները գիտեն օրենքի այդ բանջը, հետևաբար կարիք չկա իմացածի մասին հայտնելու, ապա դա անում են ենթադրություններ, քանի որ օրենսդիրն այս գործողությունը կատարելու տեսակետից խտրություն չի դնում պաշտպան ունեցող կողմի եւ պաշտպան չունեցող կողմի միջեւ։ Մեր համոզմամբ այս խախտումը կարող է դրսևորվել երկու դեպքում։ Առաջին, եթե դատավորը կոմպետենտ չէ, կամ երկրորդ, դատավորն ունի խտրական վերաբերմունք։ Մենք հակված ենք պնդելու, որ դատավորն ունի խտրական վերաբերմունք Միքայել Սրբազանի նկատմամբ, ինչը դրսևորվել է նաեւ իր նախորդ տարբեր խախտումներով, սկսած գործնստանդարտության չուղարկելու, կալանքի ժամկետների երկարաձգելու, որոշման մեջ կեղծ տվյալներ ներառնելու գործողություններից վերջացած այսօր խախտումով։ Ղեկավարելով քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70 հոդվածով եւ քրեական դատավարության օրենսգրքի 40 հոդվածով Երևան քաղաքի առաջացան ինտաներացան քրեական դատարանի դատավորը Մեդիքսեցյանը հայտնում են բացակ եւ խոսում են։ Պատվոժան դատարան, իրոք հարցածակում է, ինչու է դուք նման խախտումներ ցույց։ Անկեղծ ասած չեն կարող պատճառել։ Սերը սպիտակի վրա գրված է քրեական դատավարության օրենսգրքի մեջ։
Վերդիկտը հայտարարելուց հետո կողմին հայտում է։ Դուք հայտարարեցիք վերդիկտի մասին ու արագ հեռացաք։ Լավ ուզում ենք հասկանալ, ինչն է, ինչ նախագիծը։ Ինչու չեք ուզում Միքայել Սրբազանի ժողովրդական լեզվով ասած արևելք չի։ Ինչ նախագիծ։ Ինչու դա մեր վրա չի տարածվում։ Ինչու դատավորական նորմերը մեր համար չեն աշխատում։ Որն է պատճառը։ Առավել ևս դուք գիտեք, որ սա զգայուն քրեական գործ է եւ բոլորի ուշադրության կենտրոնում է, լավ ի՞նչն է ձեզ տիպում նոմը խախտումներ։ Եվ մենք այս պայմաններում հակված ենք ընդդելու, որ դուք ունեք խտրական վերաբերմունք, հասկանալի։ Պաշտպանական կողմից կամ միանալու։ Հատուաշան դատարանը դեպում է, որ ներկայացված միջնորդին աղմինների ենգատային դժվան այն պաշտ պատճառաբանությամբ, որ դատական իսնեին սկզբից դատարան ըստերության պաշտպանական կողմից պաշտպանից միջնորդությունները ներկայացնելու իրենց իրավունքը և դատարանի կողմից որևէ կերպ չի սահմանափակվել դատավարության պրոֆեսիոնալ մասնակիցների կողմից դատավարության այս փուլում միջնորդությունները ներկայացնելու իրենց իրավունքը, հետևաբար պաշտպանական կողմը լիարժեք կարող է օգտվել այդ հնարավորությունից և հետո որ այդ կապակցությամբ բերված պատճառաբանությունները պարզապես են, իսկ ինչ վերաբերում է միջնորդության մեջ ներկայացված մյուս հանգամանքների, որոնք ըստերության որպես լրացուցիչ հիմնավորումներ ներկայացվել, դրանց կապակցությամբ արդեն դատարանի կողմից որոշում ներկայացվել է և գտնում որ դրանց անդրադառնալու անհրաժեշտությունը բացակայում է ներշել միջնորդություն։ Դատարանը քննարկելով պաշտպանական կողմից ներկայացված բացարկի միջնորդությունը արձանագրում է հետևյալը, որ ըստերության բացարկի հիմքում պաշտպանության մասնակիցը դրել է այն հանգամանքը, որ դատարանը չի պարզաբանել իրենց հնարավոր որոշ օրենքով նախատեսված իրավունքի մասին։ Ամեն դեպքում դատարանը գնահատում է, որ պրոֆեսիոնալ մասնակցին միջնորդություն ներկայացնելու իրավունքի մասին չպարզաբանել է, բավարար հիմնավորում չէ, որպեսզի արձանագրվի դատարանի ոչ արդար օբյեկտիվ լինելու մասին, ավելին պաշտպանական կողմը անկախ նրանից դատարանը պարզաբանել է իրավունքը թե ոչ, դատարանը առաջնորդվելով պրոֆեսիոնալ մասնակցի բարձր պրոֆեսիոնալիզմով գտնում ենք, որ դատարանի կողմից չպարզաբանված լինելու պարագայում այդպիսի միջնորդություն կարող է ներկայացվել, նորից եմ կրկնում, այդ ամենը հիմքում դնելով բավարար չէ, որպեսզի դատարանին բացարկ ներկայացնելու միջնորդություն ներկայացվի, այլ կերպ ձեր միջնորդությունը անհիմն է ենթակայում նշում։ Անդրադառնալով դատարանի դատարանը ամբողջ մասնակիցներին, բայց նորից համիջին ձևավորեց, որ ձեր համար այստեղ ոչ պրոֆեսիոնալ մասնակից փաստորեն չկա, այնինչ Միքայել Սրբազանը այս գործի առանցքում է գտնվում, և ինքը պրոֆեսիոնալ մասնակից չի գործի, որտեղ ինքի դատարան չի, հետևաբար դատարանի այժմ գործողությունը հատկապես նրա անպարզաբանումը պետք է լիներ, հակառակ տրամաբանությամբ կարող է ներառվել ընդհանրապես պարզաբանում, ասել որ պաշտպանումից, հետևաբար ես կարծում որ դատարանը հատուկ է խուսափեց այս մտքերից, որտեղ դատարանը չի կարող հիմնավորել, ինչի օրինակ Միքայել Սրբազանը իր այդ իրավունքը չի պարզաբանել։ Այս առումով կարծում սա ևս մեկ անգամ ցույց է տալիս դատարանի ոչ օրինական և ոչ իրավաչափնակություն այս գործը Միքայել Սրբազանի կա։ Ես էլ պատասխան դատարանի տեսեք, իհարկե կանխատեսելով դատարանի այդ մեկնաբանությունը, ես բացարկի տեքստի դրա մասին անդրադարձ ունեցել եմ։ Քրեական դատավարության օրենսգրքի 344-ով մասը, որը ես ուղիղ ցիտեցի։ Ուղիղ ասում է, ինչպես նաև կողմերին հայտնում է այս միջնորդությունների ներկայացման մասին։ Տեսեք, օրենսդիր ասում է կողմերին հայտնում է։ Առնվազն, եթե դատավարության կողմերից մեկը կարող է փաստաբանող պաշտպանող ներգրավված չլինել, որտեղ դա իր իրավունքն է։ Մյուս կողմը, դա պրոֆեսիոնալ կողմ է, որտեղ դատախազներն են մասնակցում։ Այստեղ օրենսդիրը ասում է կողմերին է հայտնում, դա նաև դատախազին է հայտնում։ Հետևաբար սա կապ չունի, օրինակ, մեղադրյալի կամ պաշտպանի իրավասության մակարդակից։ Սա դատարանի ուղղված օրենսդիր հստակ պահանջներ։ Եվ կա բնականաբար տրամաբանական ներկայականություն, կան դատավարական փուլեր, ինչ համար շատ զարմանալի է մեղադրողի դիրքորոշումը ասում է, հիմա ասել է անհիմն է եւ այլն,
Արգելներս հստակ գրված է, վերդիկտը հայտարարելուց հետո կողմերին հայտնում է, լավ մենք ոնց հասկանանք, օրենսդիրը հստակ պահանջ ունի, այդ ոնց այդ պատվիրանը ձեր համար չի աշխատում։ Այսինքն մեր համար չպետք է աշխատի, այս գործով օրենսդրի պատվիրանները դուք աչքաչափով եք որոշում, մյուս դեպքերում աչքաչափով չեք որոշում։ Սա է զավեշտը, եւ մենք հատուկ ցույց ենք տալիս ձեր տարբերակված մոտեցումը Միքայել Սրբազանի գործի նկատմամբ։ Այսինքն օրենսդրի պահանջը չի աշխատում մեր համար։ Ընդ որում արական պրիմիտիվ օրենսդրական ձևակերպումներ մեր համար չեն աշխատում։ Սա մեր համար չի, եւ սա է ցավալի։ Ու ցավալի է, որ այսօր իբրև մենք լավ արդյունադատության համակարգ ունենք, ինձ համար ցավալի է, որ ես հանդիպում եմ այնպիսի, ոնց ասեմ, պատային իրավիճակներ, որը չեմ եք պատկերացնում։ Այսքանը։ Ռազմիչ դատարանություններին բնորոշ հարցերի վերաբերյալ դիրքորոշումներ կարող եք ներկայացնել, եթե չկան հավաստներ հետազոտելու միջնորդություններ, առաջինը հանրային մեղադրություն է տրվում այդ հարցերի վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու իրավունքները։ Նախորդ դատարան դատարանություն հարգելի մասնակիցներ։ Որպես միաբյալի պատասխանատվությունը և ներմասնում ծանրացնում հանրամասներ սին գործով արկա չէ։ Որպես միաբյալ աչապայնային անձրի միտակրող տվյալ գործի քննության ընթացքում պարզվել և դիտվում է նրա կողմից նախկինում դատապատված չլիները։ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 55-րդ մասով սահմանված են պատժի նպատակները։ Սոցիալական արտահայտման վերականգնումը, պատժի ենթարկված անձի վերասոցիալականացումը և հանցագործությունների կանխումը։ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 60-րդ հոդվածի առաջին մասով սահմանված է հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ։ Նույն հոդվածի երկրորդ մասով սահմանված կարգով պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության պատճառված վնասի բնույթով և չափով, հանցագործության եղանակով, տեղով, ժամանակով, շարժառիթներով և նպատակներով, դիտավորության կամ անզգուշության տեսակով, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներով։ Քննարկվող դեպքում մեղադրալին մերձագրվում է դիտավորության սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված միջին ծանրության հանցագործության կատարումը։ Ելնելով վերը շարադրվածից, պատժի նպատակներն ապահովելու արդարացի նկատառումներից ելնելով, միջնորդում են մեղադրյալ Գևորգ Միքայել Արտաշեսի Աչապանյանի նկատմամբ, որպես պատիժ նշանակել ազատազրկում 2 տարի 6 ամիս ժամկետով, հաշվարկելով մեղադրյալի կողմից փաստացի արգելանքի տակ գտնվելու ժամանակահատվածը։ Հանցագործության պատճառված գույքային վնաս առկա չէ, գույքային հայց չի ներկայացվել, բռնագրավման ենթակա և արգելանքի տակ գտնվող գույք առկա չէ։ Գրավոր ապացույցները միջնորդում են թողնել էական գործի նյութերում, իրեղեն ապացույցները առկա չեն, իրարված խախտման միջոցը թողնել ամփոփող, մինչև դատավորիչը օրինական ուժի միջնորդները, իսկ մահիկային ծախսեր առկա չեն։ Պաշտպանական կողմի դիրքորոշումը հաշված հարցերի վերաբերյալ։ Պատվաժան դատարան, նախ առաջ ինչպես ընդդեմ ենք նախկինում և այժմ ենք ընդդում ենք Միքայել Սրբազանը անմեղ է։ Իհարկե դատարանը արդեն ներադրական վերդիկտ է կայացրել և այս տեսակետից իր դիրքորոշումը հայտնել է, որը մեզ համար սկզբանե պարզ էր, և մեզ համար պարզ էր նաև, որ մեղադրողը ազատազրկում է պահանջելու 2 տարի 6 ամիս, դատարաններն հետո երևի 2 տարի կնշանակի այսպես հոգատարություն ցույց տալով կամ դատախազի ասածը կարստատի, դա նախատեսել է պատվաժան դատարան, մենք այս դատարանում ցավոք արդարադատության զգացում չունեցանք, նույնիսկ պարզունակ հարցերում պարզունակ, դա չունեցանք։ Հիմա ուզում նաև տեղեկացնեմ, որ Միքայել Սրբազանի հորդորով և թելադրանքով մենք նրա անձը բնութագրեր, նմանատիպ փաստաթղթեր և դիրքորոշումներ չենք հայտնել, չենք ներկայացնելու, որտեղ Միքայել Սրբազանը գտնում է, որ անարդար իր նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում։
Ես ուղղակի բաժի հետ կապված հարցով իմ գործընկերը կներկայացնի իր որոշում, ես ուղղակի անձը բնութագրող հանգամանքների շրջանակում ուզում եմ մեկ գրություն ներկայացնել, որը իհարկե Սրբազանի համար էր նորություն լինելու 65 երեխաների նամակ ուղղված Սրբազանին, կարճ նամակի ես դա ընթերցեմ եւ ներկայացնեմ գործին գծելու համար։ Գերաշնորհ Սրբազան հայր, սիրելի Սրբազան, գրում են ձեզ ձեր երեխաները հայկական զարկանաշեր պարային համույթի սաները։ Համույթ, որը երկար ու դժվար ճանապարհ է անցել, ձեր հետ միասին։ Համույթ, որի հիմնադիրն ու կատարող ծնողն են եղել, համույթ, որի 25-ամյակը լրանում են այս տարվա օկտեմբերի 1-ին։ Մեր բոլորի ցանկությունն է, որ մեր Սրբազանը ներկա լինի այս տունին, քանի որ առանց ձեզ մեր ուրախությունը մնալու է կիսատ։ Այդ իսկ պատճառով մենք որոշել ենք հետաձգել եւ սպասել ձեր վերադարձին եւ կսպասենք ինչքան լինի հարկավոր։ Ամեն մեր պարապմունքից առաջ միասնական աղոթում ենք ձեզ համար։ Աստվածօգնական Սրբազան հայր, որդիական սիրով հայկական զարկանաշեր պարային համույթի սաներ։ Եվ 65 երեխաների անուններն են ստորագրությունները երեխաներ կան չեն կարող ստորագրել իրենց անուններն են դարձրել։ Անդամ սա փոխանցեք։ Իմ գործընկերը պատմի մասով իր երկրորդ կարոս։ Բացաժան դատարան, ինչպես իմ գործընկերը նշեց, մեր համար այստեղ անակնկալի ոչինչ չկար։ Անակնկալ են ընդհանրապես հոգևոր սկզբունքների շրջանը եւ հանուն, չգիտեմ ինչ-որ մասնավորականների մոռանալ ամեն ինչ, ինչը կապված է մարդու ամբողջական էության հետ, որտեղ էությունը դա բացառապես գործառնել չի, էության ամենակարևոր մասը դա հոգևոր արժեքներն է ցանկացած մարդու։ Ես պետք է ասեմ, որ խիստ զարմացած եմ հայկականային հրավերում իր գործընկերոջ նկարագրածից, որ անձը բնութագրող հանգամանքների մեջ բացարձակապես նշում չկատարեց, որ Միքայել Սրբազանը ընդհանրապես դրա փոխարեն ամեն ազգանուն նշեց, որ 37 տարի ձևակերպված է 50 տարի հաստատի գտնվում հոգևոր ծառայության մեջ Հայաստանի Հանրապետության հայ առաքելական եկեղեցու, այսինքն մեր հայ ազգի կրոնի հոգևոր հավատքի ինքնություններից մեկն է, Շիրակի թեմի առաջնորդն է, եւ այս ամեն ինչը ոչ մի ազդեցություն չունի, հասկանում չէ, ինչի որ դա քաղաքական կուրս է լսի, որտեղ որ ասել քաղաքական չի, չմոռանանք չէ, որ բացի ինչ է, իշխանություն զավթելու բանի գործ, ումով սկսեց այս գործը իշխանության ներկայացուցիչի հրապարակումի, եւ այդ իշխանությունը ասում է, որ այսօր եկեղեցին արժեք չունի, եւ հիմա այդ եկեղեցու վառ ներկայացուցիչներից մեկին դուք ատորին մեղավոր ճանաչեցիք, մեղավորն եկելը այդ մասը ոչինչ չի ասում։ Որ պատկերացեք նա ուրիշ ազգ, ուրիշ երկիր, որտեղ որ իրենց, ասենք, ներկայացուցիչին հոգևորես առանցքային ներկայացուցիչներից մեկին, անձը բնութագրող հանգամանքի մեջ դրա arczepiskopos լինելը հաշվի չի առնվում։ Ուրակուսակրոն լինելը հաշվի չի առնվում։ Մենք կարող ենք այնքան փաստեր բերել, ասենց հատորներով այդ դիմադրած մի քանի հատոր ավելի կբերենք թե Միքայել Սրբազանի ամբողջ ընթացքում հայ ազգի համար, հայերի համար, մարդկության համար ինչ անել, ինչպիսի դրական քայլեր, ինչպիսի կոնկրետ ստեղծարար քայլեր եւ այլն, հետո բերենք ինչ են պատասխան նրա նախաձեռնության, նրա ջանքերով, ինչպիսի կոնկրետ գործողություններ են կատարել, բայց նրա հասարակությունն է, որ այդպիսի բան չի ներկայացնում, որովհետեւ դժվար է այսքանից հետո մենք մտածենք, որ ձեր համավարակի կողմնական ձեր որոշ արժեք ունենան, որտեղ այս գործով ձեր համար արժեքը ոնց հասկանում են հանձնարարություն կատարելու։ Բայց քանի որ մեր վստահ մեզ թույլ չի տվել որպեսզի իր դրական կողմից ներկայացնենք, որտեղ դա հսկելի փաստ է, եւ մենք վստահ ենք, որ դուք ազատազրկում եք նշանակելու, մեր հաջողներ այդ փաստը որպեսզի նախապես հաստատեց եւ փորձը ցույց տվել, որ դատարանը վերադրանքի կողմից սինխրոն աշխատում, ոնց որ մենք քաղաքի դեպքում էր 10 օրից հետո մի ամիսը ասես միասին հոձենեցած դեպքում երկարացնել եւ այլն։ Հիմա տեսեք, մենք ինչ ենք ամբողջ դատականության ընթացքում ցույց տալիս ձեր ապօրինությունները, որ մի օր երբ որ այս գործը վերաբացվում է, հանկարծ չասեք, որ չգիտեիք, որ հանկարծ չլինի այնպես, որ սա
թույլտվություն էր, անփութություն էր, որ պարզ լինի, որ սա ուղղակի դիտավորություն է, որտեղ դիտավորություն են դեպքում, այդ անձը գիտի ինչ անում, հասկանում է դեպքում, դիտավորել անում։ Հիմա դուք այդ ամեն ինչ դիտավորել անում եք։ Հիմա ցույց ենք տալու նաև, որ եթե հանկարծ ազատազրկում նշանակել, թե ինչքանով է սա լինելու ակնհայտ անարդար։ Մեր գործընկերը 69 հոդվածի մասին խոսած եւ առաջին մասում հստակ նշեց, որ պատիժը պետք է լինի արդարացի։ Այդ արդարացիության մեջ բան ինչ է։ Ազատազրկումն է։ Դա ձեր պատկերացումներով արդարացիությունը։ Իսկ նույն այդ հոդվածի մեջ որ ասած կերպը, օրինակ կարող է հանգած բանից ընթերցեք ու փորձեք օրինակ դրա մասին ինչ-որ բան ասել։ Օրինակ, երբ որ նույն հոդվածում գրված է ազատությունից զրկելու հետ կապված պատիժ կարող է նշանակել, եթե դատանի հիմնավորի, որ առավել մեր արժանատեսակը չի կարող ապահովել բաժի նպատակները։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ուժով պետական պաշտոնապահանձը, այսպես ասած, պետական մեղադրողը, եկել է դատում ասում է, ուրեմն այս հոդվածը դուք նախատեսում եք։ Այս հոդվածը հանրային աշխատանքներ նախատեսում է։ Այս հոդվածը ազատության ժամանակով սահմանակապում նախատեսում է։ Կարճաժամկետ ազատազրկում նախատեսում է, 4 հատից հետո ամենավերջին ազատազրկումը։ Ուրեմն համար առաջի գործը պետք է լինի դրամատուրգի դատանին համոզել, որ գիտեք ինչ կա, կոնկրետ այս պարագայում, կոնկրետ Միքայել Սրբազյանի պարագայում, դուգանքը հնարավոր չի բաժի նպատակներ իրացնել։ Չնայած օրենսդիրը ասել է, որ սա բավարար այս հոդվածը հանցագործի կատարողելու համար բավարար է։ Հասկանում եք, չէ՞ որ մենք մշտապես ասել ենք, որ հանցագործություն չի կատարվում, բայց ձեր որոշումից ելնելով ենք ասում, մեղավոր է չանաչ։ Ասում է, ուղղակի բացի մյուսը, սա այդպես կանադարում։ Դա ուր է մեղադրողի հիմնավորումը դատարանի նոված, որ ինչի ազատազրկում, նույնად էլ ազատազրկումը 2-ից 5 տարի, 2 չէ, 2.5, էլի ասում, այդ ոնց հիմնավորեցիք, այդ ոնց գտանք։ Օրինակ ես ում հասկանամ մեղադրողը, երբ որ աշխատասենյակում նստել որոշել է, որ թե ինքը ինչ պատիժը միջնորդել է, թե ինքն է որոշել, իհարկե ակնհայտ չի որոշել, բայց այդ օրինակ որոշել է, օրինակ ոնց ցած դրնեց ազատատեսեք, դուգանքը չի լինի, ասի կազանի բանը, հանրային աշխատանքը չի լինի, սահմանության սահմանափակումը չի լինի, կարճաժամկետը չի լինի, միակ ձեռը ազատազրկում, հա, ցած նա բոլորը համոզվեցիք, տեսակ, որ այստեղ ուրիշ տարբերակ չկա, ինչ անենք։ Սա է այդպես։ Հիմա դատանն էլ այս նույն հարցերը պետք է անդրադառնան։ Հիմա որպեսզի նորից հանդարտ հավանիսորը չասվի, որ մենք չգիտեին, ուրեմն այս հոդվածով նախատեսել է օրենսդիրը պատիժ տուգան 20 50-ի չափով, կամ հանրային աշխատանքներով 150-ից 270 ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակման 1-ից 3 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկման 1-ից 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկման 2-ից 5 տարի ժամկետով։ Ձեր առաջ այդ խնդիրը զբաղեցնում է, որ դատարանը հանկարծ որոշի, որ ազատազրկում տա, նախատեսի սկզբանե որոշված ուղին շարունակի, ուրեմն պարտավոր եք լինելու հիմնավորը, թե ինչպես բոլորը հնարավոր չի, նոր։ Միատել հատկապես ամեն նախորդից հետո, երբ որ խոսում ենք ազատազրկման հետ կապված, ազատություն զրկելու հետ կապված, ոչ միայն ամեն նախորդից հետո ծանրը պիտի հիմնավորենք, այլ մատը պետք է հիմնավորենք ինչի անազատության մեջ պայմաններով կապված պատիժները չեն կարող բավարարվել եւ բացառապես պետք է ազատություն զրկելու հետ կապված։ Ընդդեմ երկու հատ ազատություն զրկելու հետ կապված, կարճաժամկետ եւ երկարաժամկետ հիմնական ազատազրկում։ Մատը այդտեղ պետք է հիմնավորենք, թե ինչու նա կարճաժամկետը չի, այլ հատկապես երկարաժամկետը պետք է։ Հիմա այս տեսանկյունից ես ուզում եմ դատական պրակտիկայից որոշ մեջբերումներ կատարել, որ տեսնեք վաղամիսօր եթե հանգած ազատազրկում նշանակվի կամ նմանատիպ այլ պատիժներ, խտրական մոտեցումը առավել հիմնավոր լինի։ Ուրեմն այս նոր մեր իրականության մեջ, եթե չեմ սխալվում, ընդհանուր մի անգամ այս հոդվածով մեղադրանք եղել եւ դատավիճեր եղել, Վազգեն Մանուկյանի վերաբերյալ գործով։ Համար 2-03-36-01-21 գործն է, որը դրսում դատարանում ակնվել։ Հոդվածը 305 հոդվածն է իշխանություն զավթելուն, տարածքային անվճարականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգավորում տապալելուն ուղղված հրապարակային կոչել։ Դատարանը նույն որոշման մեջ արձանագրել է, որ սա համապատասխանում է ներկայիս օրենսգիրքի 422 հոդվածի երկրորդ մասին, այսինքն կոնկրետ այն մեղադրանքին, որը մեղադրվում է Միքայել Սրբազյանը։ Այսինքն համապատասխանությունը տա։ Ուրեմն այստեղ
չնայած որ մեղադրանքի երկար է, բայց որը ձևակերպումներ դրանցի ներկայացնեն, որպեսզի տեսնեք երկուսին էլ ներկայացված մեղադրանքների ընդհանուր նույնությունն եւ նմանությունները, որտեղ նշվում է, որ օրինակի համար իր ելույթներում Վազգեն Մանուկյանը բացառել է երկրի ներկա փուլում ընտրություններ անցկացնելու հնարավորությունների անհրաժեշտությունը, նպատակ ունեցել, որպեսզի հանել այս զանգվածներին կոչերով դրդի այդ իշխանափոխության, օրինակ նշում են, որ բազմաթիվ լրատվամիջոցների լրատվական էլեկտրոնային կարգերի տեսախցիկների միջոցով մարդկանց լայն շրջանակին ուղղված կոչեր արել, հանդես եկել նրանց ուղղված հրապարակային եւ ընկալելի իշխանություն զարթելու, համադրական կարգավորի թափալելու ուղղված հրապարակային բանավոր կոչերով, որոնք դրսևորվել են մարդկանց համախմբելով, նրանց հրավերելով, արարքների ուղղություն տալով, մարդկանց որ իշխանություն դրության զարթելու ուղղված ցանկություն առաջացնելով դրանք մոդելով։ Մասնավորապես 21 թվականի փետրվարի 12-ի հավաքի ժամանակ հրապարակավ հայտարարել է մեզ պետք է համաժողովրդական շարժում, որպեսզի մենք կարողանանք ազատվել այս իշխանություններից եւ ինքը կամավոր չի դիմավորել այս իշխանություններից, այսինքն մենք պետք է կոտրենք իր ոտքերը, իր հնարանները, շարունակության մեջ նշում է խոսքը չի գնում շարքային զինվորականների, ոստիկանների մասին, խոսքը գնում է նրանց ղեկավարների մասին, որոնք այն մարդաշրջան զինվորականները, ոստիկանները, որոնք ծառայում են Փաշինյանին դավաճան են ու ժողովուրդը իրենց պիտի թույլ չտա, փողոց դուրս գան, իրենք պետք է վախենան, փողոցներով գնան, իրենք պետք է վախենան, սրճարան ռեստորան մտնել։ Հետո անդրադարձ է կատարում երկրորդ հենարանը դրա ուժային կառույցներն են, ոստիկանություն հացը, որոնք երբեմն իրենց շահերից համոզում են իրենց, որ կատարում են իրենց պարտականությունը, առանց դիտակցելու, որ ծառայելով այս իշխանություն, իրենք ծառայում են թուրքական ադրբեջանական ծրագրին։ Մենք պետք է կոշտ լինենք իրենց հետ, մենք պետք է համոզենք իրենց միշտ թողնեն նահանջի ճանապարհ եւ այլն։ Այսինքն, այս ամբողջ հետո գրում են, որ չէ, բանակը կան վզի, ես կոչ եմ անում, որ այդ վզի, հետո նշում են, որ նրա հրապարակային ելույթները նպատակ ունեցել լայն հանրության զանգվածների մոտ տպավորություն ստեղծել համանդրության նախատեսած եղանակը իշխանափոխություն իրականացնելու անհնարինության մասին, բարձրաստիճան ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մասին եւ այլն։ Հիմա, սա այդ մեղադրանքն է, որը նրան ներկայացվել էր։ Մենք այդ մեղադրանքի հիմնավոր անհիմը լինելու մասին որևէ չենք կարողանում ես հետաքրքիր չի։ Ուզում ենք նույնությունը եւ նմանությունը ցույց տանք, որ այս նմանատիպ ձևակերպումները մեղադրանքա Միքայել Ստեփանյանին բացառությամբ են բարեկարգել, որ այնտեղ ասում են մի կոնկրետ ճանապարհներ է ցույց տվել, թե ոնց պետք է անեն։ Միքայել Ստեփանյանը բարեկարգել է, այդպեսի բան չկա եւ սա էլ հիմքում դրել էին 2023 հարցազրույցը, որ ասել են հանցագործություն չի, որտեղ ասել են ոչ առարկայական գործողություն չես ուղղակի օգնում համար ասել։ Լավ, երկուսն էլ մեղավոր է ճանաչել կատարանը։ Հիմա կոնկրետ այն դեպքում, որը որ նաև տուգանք են նախատեսում երկալան, երկուսից 3 ամիս ժամկետով, ազատազրկում առավելելու 3 տարի ժամկետով, ինչ է նշանակել դատանը որպես պատիժ։ Տուգանք 400,000 դրամի ժամկետ։ Այն որում դատարանը նշել է հանցագործության համար նախատեսած պատիժներից ավելի խիստ նշանակում է, եթե դրանց խիստ տեսակը չի կարող ապահովել պատժի նպատակները։ Դատարանը համաձայնվել է նկատմամբ պատիժ նշանակելիս նախ հաշվի առնում նրա անձը ինքնագրող տվյալները, այն է Մանուկյանը դատավորություն չունի, ամուսնացած ունի 3 երեխա։ Մանուկյանի անձը ինքնագրող տվյալները հաշվի առնում նաև պաշտոնական կարգեջում վերջինից հետևած անձը ինքնագրող տվյալները։ Պատիժը պատասխանատվություն ծանրացնում հանգամանքներ չի արձանագրում, քննարկելով նշանակելի պատժի եւ պատժաչափի հարցը, հաշվի առնելով հանցավոր արարքի բնույթը եւ հանցան համար վտանգավորության աստիճանը, խախտած հասարակական հարաբերությունների սոցիալական նշանակությունը, հաշվի առնելով նաեւ համապատասխանների անձի ինքնագրողները, դատարանը հանգում է հետևության, որ համապատասխանների նկատմամբ պետք է ընտրել եւ կառավարողացած նախատեսած սանկցիաներից տուգանք արժեթեր ստակը եւ դատարանական տուգանքի 400,000 դրամի չափով։ Հիմա մենք ասում ենք, որ օրենքը պետք է միատեսակ իրավիճակի նկատմամբ, նույն պայմաններում, նույն հանգամանքներում պետք է խտրական ողջություն լինի։ Հիմա մեղադրողը ասում է, որ պատասխանատվություն պատիժը ծանրացնող դերմասնող հանգամանքներ ինքը չտեսնի։ Դատարանը որպես այդպիսին է որևէ նման հանգամանք չի արձանագրել։ Այն դեպքում էլ նշում են, որ չկա պատիժը պատասխանատվություն ծանրացնող դերմասնող հանգամանք։ Անձը դրական ընդհանրում ընդհանրում Արարքը նույնն է, հասարակական հարաբերությունները խախտող նույնն է, այսինքն որևէ իրական հարաբերություն չկա։ Հիմա այնտեղ դատանը որոշել է, որ ամենանվազագույնն է նշանակելու 400,000 դրամ տուգանք, այստեղ դատանը, ընդ որում այս
կարճաժամկետ ազատազրկում կա, որը որ այն հոդվածով նախատեսված չէր։ Այսինքն սա առանցքային տարբերություն կա, որ օրենսդրի ևս մեկ ավելացում։ Ըստ ազատության սահմանափակում կա, այնտեղ նաև չկար։ Հիմա տեսեք, մենք այնտեղ ընդհանրապես ունեինք տուգանք եւ ունեինք ազատազրկում եւ միանգր կարճումին, որտեղ կալա։ Իսկ այս դեպքում մենք ունենք 5 պատճառ։ Եվ այս 3-ից արդյունքները նվազագույն, այստեղ շանսերը ավելացրել է, որ եթե հանգարց տուգանք չի, ըլմի 3 հատեր կա միջավ ազատազրկում։ Բայց մեղադրանքի կողմի համար կարող է ազատազրկում, առանց որևէ հիմնավորում։ Այսինքն մենակ սա ասելով, բավարար է որպեսզի մենք հիմնավորենք, որ այստեղ որևէ տարբերություն չունենալու, որովհետև պետք է նույն կերպ իրականացնել։ Բայց ես ուզում եմ շարունակել։ Օրինակ, հաջորդ գործը, որը որ նմանատիպ է, խոսքը ներկայացնելու միջին ծանոթության հանցագործություններ, որոնք որ օրինակ որոշակի առումով սենց նույնության նշումներ ունեն իրենց մեջ։ Օրինակ, դատական գործ LD00990123, ուրեմն նոր քրեական դատական օրենսգրքի 330 հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետով երկու դեպքում մեղադրանք անձին ներկայացվել, նշվում է, որ ուրեմն 22 թվականի ապրիլի 18-ին կոնկրետ մեղադրյալը օգոստոսի 8-ին եւ սեպտեմբերի 8-ին հաղորդակցական տեխնոլոգիա ամուսացող պետություն սոցիալական ռայքի կողմի շահագրգռվողական էջում հրապարակային եղանակով վարչապետի հանձին քաղաքական հայացքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերը հնչեցրել։ Նորից միջին ծանոթության հանցանքը, ելի իշխանության հետ կապված, ազգի բռնության ինչ-որ կոչ եւ այլ, դեռ այս դեպքում հոդվածը նախատեսում է ունենք տուգան, մասնապատիկից չափել համել աշխատանքներ չափելով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու որոշակի գործունեություն զբաղվելու իրավունքից զրկում, ազատության սահմանափակում, կարճաժամկետ ազատազրկում եւ ազատազրկում առավելագույն 3 ժամկետ։ Պետք է միջին ծանոթության հանցանք, ուրեմն նշանակվել է պատիժ կարճաժամկետ ազատազրկում 2 ժամկետ։ Դատական գործ ԼԴ ընտրում 2 դեպքեր է LD0034-0123, ուրեմն նորից նույն հոդվածով, 330 կետով, նորից կոնկրետ անձին մեղադրում են, որ իր անձնական օգտագործման հեռախոսով ներբեռնված Facebook ցանցին նվեր գործելով, դրանով կիսվել տարածել է արժող քաղաքացիական պայմանագրի խմբակցության պատգամավոր, որի կառավարության մասնակցության տեսանյութը, դրանում նշել է որոշակի հանգամանքներ եւ այդ կերպ անձած խմբի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման կապերել բռնություն գործադրելու հրապարակային կոչ։ Նույն պատիժներն է ըստ էության նախատեսվում, դատան նշանակել է կարճաժամկետ ազատազրկում 1 ժամկետով, կիրառել է քրեական օրենսգրքի 84 հոդվածը եւ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել սահմանելով փոխաշրջան։ Դատական գործ GD02970129 նույն հոդվածով, որպես այդպիսին նորից նշում են, որ տեղեկատվի օրինակ, ես ինչ անձին մեղադրանքի առաջադրել, համաձայն չլինելով կառավարության կողմից վարած քաղաքականություններ, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ 2025 թվականի ապրիլի 11-ին իր Facebook-յան էջում իր կողմից վարվող էջի միջոցով վարչապետի նկատմամբ կատարել է քաղաքական հայացքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչ։ Նորից նույն տարբերակ հոդվածները պատիժները կան, սանկցիաներ նախատեսված, հանրային աշխատանքներ հարժող տեղողությամբ։ Դատական գործ Ե19-19-01-23 վերսագրվել է նույն հոդվածը, նորից նշում են, որ Արագած Ախոյանները կոնկրետ քաղաքական հայացքներով պայմանավորված տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ հնչեցել է բռնություն գործադրելու հրապարակային կոչ եւ այլ, նրա նկատմամբ նշանակվել է կարճաժամկետ ազատազրկում 2 ժամկետով, հետո նրա նշանակված բաժին հաշվարկվել են նոյեմբերի 6-ից դեկտեմբերի 1-ը կալանքի տակ գտնվելու ժամանակահատված եւ կալանքի տակ գտնվելու ժամկետները պատիժը համարվել են կրած։ Այսինքն նախորդ կալանքի ժամկետները հանել են, ըստ էության համարել են կրած եւ ազատել արձակել։ Ե1-18-07-23 նույն հոդվածը նորից կոնկրետ անձին վերսագրում են, որ նա Էլի Facebook-յան էջով իշխանության ներկայացուցիչ վերաբերյալ դիտավորյալ եղանակով հնչեցել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, համոզելով այն, որ գործողություն դստորվել է համապատ ոչնչացում պետք է լինի եւ այլ, ինչ է նշանակել հանրային աշխատանք հաղորդաժամ տեղողությամբ։ Դատական գործ ԵԴՄ
նշանակվել է տուգան նվազագույն աշխատավարձի 20 պատիկի 1.500.000 դրամի չափով և թույլատրել են, որ տուգանքը բացված իջան։ Այսինքն, ձեզ ցույց տվեցի նույն հոդվածով, ձեզ ցույց տվեցի միջին ծանրության այլ հոդվածով ըստ էության կատարված իրավիճակը։ Հիմա նորից միջին ծանրության առաջին անգամ հանցանք կատարել կապված կուզենամ մի քանի դատական գործ են ձեր նախագահության կոչել, որոնք չնայած որ կոնկրետ այս կոչերի հետ կապ չունեն, բայց էլի միջին ծանրության հանցագործությունն են, իրենց բնույթով ըստ էության հիմա կտեսնենք ինչը, դուք նորից գտել եք, որ առաջին անգամ պարագայում չպետք է ազատազրկում լինի, օրինակ ԵԴ 1.0062.01.24 գործով, երբ որ անձին ներսագրվել է 260 հոդված երկրորդ մասի երկրորդ կետ, այսինքն հնարամիջոցների ապօրինի ձեռքբերում, պահում խոշոր չափերով, նախատեսում տուգան տասնապատիկից 30 չափով հանրային աշխատանքներ, ազատության սահմանափակում, կարճաժամկետ ազատազրկում և ազատազրկում 1-ից 3 տարի ժամկետով նշանակել է ազատության սահմանափակում, որ ազատություն զրկել կապ չունի 1 տարի ժամկետով։ Ձեր նախագահությամբ ԵԴ 1 այլ գործով ուրեմն ԵԴ 1.07.34.01.23 գործով։ Այս դեպքում արդեն 194 հոդված երկրորդ մասի 7-րդ կետով և 167 հոդվածի առաջին մասը։ Այս հոդվածներով են ներսագրվել, մեկը միջին ծանրության հանցագործություն, մեկը ոչ մեծ ծանրության հանցագործություն։ Ուրեմն ոչ մեծ ծանրություն դա սպանության սպառնալիքն է, որը կատարվել է խորհրդարական դեպքերով։ Սահմանով նշանակել է ազատության սահմանափակում 6 ամիս ժամկետով, մյուսը դիտավորության բացի առողջության միջին ծանրության վնաս պատճառելն է, որի դեպքում կրկին տարբեր պատիժներ նախատեսված, նշանակել է ազատության սահմանափակում 1 տարի ժամկետով։ Այլ դատարանների հետ կապված օրինակ պրակտիկայից օրինակներ բերեմ։ Օրինակ ՇԴ 0016-22 գործով, երբ որ անձին վերագրվում է կողոպուտ խոշոր չափերով, ես ուզում եմ տարբերություն տամ, թե տարբեր հասարակական հարաբերություններ, օրինակ պատկերացրու կողոպուտ անձում անձը, դիտավորության առողջության դեպքերով պատճառով, չգիտեմ, եւ այլ քննարկումա ձեռբերում պահում, այս բոլորի բարակայում եթե առաջին անգամ է եւ միջին ծանրության հանցանք, ընդհանրապես բոլորս հայտնի գիտենք, որ այս դեպքում առաջին անգամ անում ազատազրկում չի նշանակում։ Եվ միայն այս տիպի գործերով երբ որ քաղաքական հրավերում դե ժամանակ կարող է նշանակել։ Հակառակ դեպքում օրենքի եւ իրավաբանության տեսանկյունից օրենքը արգելում է, որ դա նշանակի։ Հիմա օրինակ այս դեպքում երբ որ կողոպուտ է խոշոր չափերով, նախատեսում է պատիժ տուգանք եւ նախատեսում ազատազրկում 3-ից 5 տարի ժամկետով, տեսեք ներմոտ 2-ից 5-ը, հետո 3-ից 5-ը։ Ուրեմն դատարանը նշանակել է 300,000 դրամի չափով տուգանք։ ԵԴ 0758-01-20 գործով ներսագրվում է 254 հոդված երկրորդ մասի առաջին, երրորդ եւ չորրորդ կետերով նախատեսված արար, դա էլ գողությունն է, խոշոր չափերով, ապօրինի մուտքով եւ այլն։ Նախատեսում է տուգանք, հանրային աշխատանքներ, ազատության սահմանափակում, կարճաժամկետ ազատազրկում եւ ազատազրկում 2-ից 5 տարի, գրեթե նույնությամբ սանկցիաները ոնց որ հոդվածի պարագայում է, դատարանը նշանակել է կարճաժամկետ ազատազրկում 2 ամիս, հետո հաշտացել է կալանքը կրած եւ ազատել է բաշխից։ Մի հատ ընդերցեմ, ԵԴ 0797 դեպքում ներսագրվել է էլի կողոպուտ, բայց այս դեպքում ոչ մի կողոպուտ, նա կողոպուտ առաջինը։ Մի հատ գողություն երկրորդ մասի առաջին եւ երրորդ կետեր, այսինքն որը կատարվել է խմբով եւ շինություն ապօրինի գործերով, մի հատ նույն գողության փոքր 3 տարբեր հոդվածներով ներսագրվել է անձին, ում է կողոպուտի սանկցիան որպես այդպիսին պատժվում է տուգանքով եւ ազատազրկմամբ 3-ից 5 տարի, այս դեպքում տուգանք 1 միլիոն նշանակվել, գողության սանկցիան տուգանք եւ 2-ից 5 տարի ժամկետով 650,000 դրամի չափով տուգանք։ Այսինքն այս տարբեր պայմաններում, երբ որ անձին առաջին անգամ հանցանք կատարել ըստ էության ծանրացնող հանգամանքներ չկային, դատարանները նշանակել են ազատություն զրկելով չկապված պատիժներ կամ առավելագույնը կարճատև ազատազրկում եւ կալանքը կրած աշխատել։ Հիմա գաղտնիք չեն բացահայտել, բայց տարական իրավաբանությունը հետեւյալն է։ Եթե օրենքը նախատեսել է 5 տարբեր սանկցիաներ, օրենսդիրը պատկերացել է, որ կարող է Հայաստանում մի օր եկել կանգնի իշխանությունը բռնի զավթելու կոչը։ Օրենսդիրը նախատեսել է, որ եթե նման հանցանք լինի, ուրեմն տեսեք, տուգանքը բավարար է, որ անձը ուղղի սոցիալական արտադրությունը վերականգնվի, չգիտեմ, նպատակի նպատակներ իրացնի։ Նախատեսել է, որ օրինակ հույսերով էլ կարող է լինել,
Գտել է, որ կարող է դեպք լինի, որ մեն ազատազրկում է։ Այդ օրենքն էլ ասում է պատժի և տեսակների մեջ ընտրության ժամանակ դուք պետք է հաշվի առնել պատիժը մեր մասով ծառացնող հանգամանքներ։ Չէ՞ կարող պատժի արարքի վտանգավորության և բնույթը դիտարկել այս տեսակները ընտրելուց, որովհետև բոլորի համար արարքի վտանգավորության բնույթն ու հասարակական հարաբերությունները նույնն են, որ խախտել է։ Եվ այս բոլորի համար օրենսգիրը ասել է, որ այս բոլորը պատիժների մեջ տեսականորեն կարող են լինել։ Մի հատ էլ ասել է ավելի խիստը կնշանակի պետավարվել դեպքում չկարողանա, մի հատ էլ ասել է ազատազրկում ամենածայրերը դեպքում կիրառեք, հիմա դատան էլ ոնց է որոշում, օրինակ պատկերացրեք, որ 6 ծառացնող հանգամանքներ էր։ Բայց դեպքում ինչ է նշանակել, մեղադրող ինչ է նշանակել։ Այսինքն եթե չկա ծառացնող հանգամանքներ, եթե սա ամենահասարակ իրավիճակն է, այս դեպքում ուրեմն նվազ վիճակը բավարար է համար պաշտոնապատակը իրացնում։ Նորից, ես շատ մեծ ուժ չունեմ, բայց նաև ունեմ։ Ինչ եմ ասում նաև ունեմ, որտեղ միջև վերջին կետը, ես իմ հույսը չեմ կորցնելու, որ բադանը ամենավերջին կետը ես ապօրինությունները չի կատարում։ Չնայած որ մենք նշել ենք և համոզված ենք, որ գրադի ապօրինի է, բայց չեմ կարծում ամեն դեպքում, որ դատան կգնա ամենավերջին քայլին։ Բայց եթե գնա է, պետք է դատան այս ամեն ինչի մտքում ունենա և դերեկացված լինի, որ նաև դատական պրակտիկան է ստես, որ այնպես չլինի, որ դատանը չի դիտել։ Մենք ասացինք։ Հետևաբար ես գտնում եմ, որ Միքայել Սրբազանի նկատմամբ չի կարող նշանակվել մեղադրողի դիմաց պատիժը, դա ակնհայտ ապօրինի պատիժ կլինի, ակնհայտ խիստ, որ ընդհանրապես գործի կանցներին չի կարող համապատասխանել, եւ ես գտնում եմ, որ չնայած պետք է արտարացնել, բայց եթե ոչ, ապա ամենանպաստավոր պատիժը պետք է նշանակել։ Ես վերացնեմ Պարտաժան դատարան, որպես վերջաբան ուզում եմ նշել հետևյալը։ Միքայել Սրբազանը անմեղ է, Միքայել Սրբազանը ասած որ չի կատարել քրեական օրենսգրքում նախատեսված 425 հոդվածի ոչ առաջին մասով նախատեսված արարքն է կատարել, ոչ երկրորդ մասով նախատեսված արարքն է կատարել, որի հիմնավորման վերաբերյալ նույնիսկ փաստարկներ չհնչեցվեցին։ Միքայել Սրբազանը պետք է արտարացրել դատարանը կայացրել մեղադրական վերդիկտ և նույնիսկ այս պայմաններում է դնում է նրան ուսի ազատազրկում կիրառի, մենք կրկին կոչ ենք անում դատարանին իր ներքին համոզման և ընդհանրապես օրենքի առաջ պատասխանատվության գիտակցումով հաշվի առնել և դատավճիռ կայացնելուց այս ամեն ինչը նկատի ունենալ։ Որովհետև մենք հետանուտ ենք լինելու այս գործի հետագայացաններում բողոքարկմանը, ինչպես նաև Մարտինյանքն եվրոպական դատարանը փորձելու գնանք, բայց այնուամենայնիվ բոլորս էլ գիտենք, որ ամեն սկիզբ ունի վերջ, ամեն գաղտնի բանը ապագայում բացահայտ է դառնում և բոլորն էլ իմանում են։ Ավելին ասեմ, ուզում հիշեցնել դատարանին, որ խոսքը վերաբերում է Միքայել Սրբազանի անցյալի մասին պատմության, որը հրապարակվել է լրատվամիջոցի կողմից, ոչ թե Միքայել Սրբազանը լրատվամիջոցին ասել, որ իր պատմությունը տարածի, այլ քննարկման ժամանակ իր պատմությունը լրատվամիջոցը հրապարակել է։ Սա մեկ, երկրորդ, դա եղել է մեկ տարուց ավել առաջ ժամանակում, երրորդ, նույնիսկ քրեական օրենսգիրքը հանցագործության նմանվող արարքի դեպքում, ասում եթե չունի այդ վտանգավորությունը կամ նվազ վտանգավորությունը, նույնիսկ այդ դեպքում դա հանցագործություն չի համարվում։ Եվ այս դեպքում, երբ նույնիսկ այդ կոչը, եթե գնանք մեղադրող կողմի դատարանի տրամաբանության, որ համարել է կոչ, ֆիզիկայի և քերականության բոլոր օրենքների հակառակ, նույնիսկ այդ պայմաններում ակնհայտ է, որ դա ոչ մի հետևանք չի ունեցել։ Ինչպես Սրբազանը այդ խոսքի մեջ ասել, ոչ մի ազդեցություն չի ունեցել, ասել ես կեսարի նման մի մարդ եմ, որ ինչ-որ բան ասում է և ոչ մի ազդեցություն չունի։ Ստիպված պետք է սահմանափակեմ, ձեր ելույթը վերաբերելի չէր մեր փուլին, հետևաբար այս հարցերի վերաբերյալ, եթե ունեք ավելացնելու, խնդրեմ։ Պատվարժան դատարան, քանի որ այս գործընթացները վերաբերելի չէ, ամեն ինչ որ տեղի ունեցել, դրանով ստիպված այս խոսքով համաձայն կա, այսքանը։ Պաշտպանական կողմից ելույթներ չկան, այլ չկան։ Հետևաբար դատարան ավարտում է նաև լրացիչ դատավիսումները և հեռանում է իրենցին սենյակ վերջնական դատական ակտ կայացնելու, այն կհրապարակվի
սեպտեմբերի 3-ին 17:30։ Տրամադրությունը շատ լավ է։ Դուք իրենց մասին մտածեք, մեր մասին մի մտածեք։ Thank you.